Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենակիցներ, մենք սկսում ենք հերթական հայացք Երևանից մեր հաղորդաշարը։ Սա այսօր յուրահատուկ թողարկում է, որովհետև կիրակի օրը շրջայցը կամ հայրենաշունչ, որ նոր ենք անվանել այդ հաղորդաշարը, այնքան հագեցած եղավ, մենք այնքան մարդկանց հետ հանդիպեցինք, այնպիսի զրույցներ ունեցանք մեր քաղաքացիների հետ եւ տարբեր բարագաներում, որ դժվար էր այդ ամբողջը հիմի բերել եւ հաղորդումը տալ ավանդական ձևով, մանավանդ այդ օր առավոտից երեկո մենք պատականորեն կամ անհրաժեշտաբար գործի մեջ էինք եղել այդ առումով եւ շատ ընդհանրացնելու բան կա։ Մի խոսքով ասեմ ձեզ, որ կիրակի օրվա հաղորդումից հայրենաշունչի իսկապես հաղորդումը կամ մեր տեսածը հայրենաշունչ էր, որովհետև հանգամանքների բերումով խիստ պատահական մենք այցելեցինք Վեդի սարերում կառուցվող Սուրբ Կարապետ կամ հիմա Սպիտակավոր անվանում ստացած եկեղեցու վերականգնման ուրեմն աշխատակիցների մոտ, վարպետների մոտ, որոնք մեծ իսկապես անձնազոհությամբ իրենց աշխատանքի գիտակցումով ուրեմն հրաշալի աշխատանք են անում, եւ դա շատ լավ էր։ Եվ շատ պատականորեն ստացվեց այնպես, որ մեր այդ եկեղեցու վերականգնման աշխատանքը գլխավորում էր այն համագյուղացին, որի հետ մենք տասնյակ տարիներ չէինք հանդիպել, բայց կարևորն է, որ մենք հանդիպեցինք, բայց հարցը համագյուղացու հարցը չի։ Այլ այն հարցն է, որ ուրեմն անկախ այն բանից հայ ժողովուրդը թե քաղաքական ինչ վիճակում է գտնվում, երևի դարերով այդպես է եղել է, ժողովրդի մի մասը, ուրեմն բարերարներ, աշխատակիցներ, բանվորներ, ինժեներներ եւ այլն, ինչ որ կուզեք, վարպետներ, մի խոսքով, վարպետաց վարպետներ, իրենք հայրենաշինությունը շարունակել են եւ շարունակում են։ Ուրեմն ձեզ առաջարկում եմ Գառնանը կամ Ամռանը, եկեղեցու շինարարություն ասացին, այս տարի, հաջորդ տարի պիտի վերջացնեն, մի հրաշալի վերականգնողական աշխատանք է եղել եւ 17-րդ տարի, չէ, օրբելիների ասացին, տան եկեղեցին է դա, մի հրաշական, մի խոսքով կոթողային մի աշխատանք։ Հիմա դրանից հետո ուղղակի մեր տրամադրությունը ճիշտ ասած այնքան բարձր էր, որ նույնիսկ չկարողացանք ուրեմն կենտրոնանալ, որովհետև այս դժվար ներվային, հոգեբանական լարված իրավիճակում կան մարդիկ, նաև բարերարներ, ընդ որում բանվորներն ասեցին, որ կամ կառուցողներն ասեցին, որ իրենք ուրեմն իրավունք չունեն բարերարի անունը ասելու, որտեղ բարերարը Ռուսաստանից է եւ արկել է իր անունը հրաբարակել։ Ասել է ես մեր եկեղեցու եւ մեր հայրենիքի համար եմ անում, չեմ ուզում ասել, սա չեմ ասում, Սամվել կոչված երևույթի ինադու, այլ ասում եմ, որ գիտեք չէ, հեծում ինչ կողոպուտ ու թալան է եղել եւ ինչ վիճակում է հեծը, բայց որպես բարերար ներկայանում են ձեզ։ Հիմա սա էս մասին։ Ուզում եմ ասել, որ մենք մեր այցերը շարունակում ենք, այդ այցերը շարունակելու ենք, եթե դուք կհիշեք, շուրջ 6-7 տարի է, որ ամեն կիրակի եղանակի բացասական եղած ժամանակները մենք ձեզ ներկայացրել ենք, կամ եթե շատ զբաղված ենք եղել, մնացած օրերը ձեզ ներկայացրել ենք մեր երկիրը, մեր եկեղեցին, մեր ամրոցները, որտեղ մեր եկեղեցիները նաև ուրեմն իսկական ամրոցների տեսք ունեն եւ դա հատուկ ճարտարապետություն է։ Մենք նորից համոզվեցինք, որ այն ժողովուրդը, որը ունի հոգևոր ներկայություն եւ հոգևոր ուրեմն սրածք իր եկեղեցիների մեջ նա անմահ է եւ այդպես անմահ է Հայաստանը, անմահ է հայ ժողովուրդը։ Հիմա սրանից հետո ասենք վերադառնանք մեր քաղաքական կյանքին, որի վերաբերյալ հատուկ ես նկատառումներ ունեմ։ Մենք որոշել ենք, որ մենք մասնագիտական նաեւ ձեզ հետ աշխատանք անենք եւ խորհրդարանական ազգային ժողովի ապակա ընտրություններին ընթരാճ կան ընթացիկ քաղաքական պահի թելադրանքով ամեն քաղաքական երևույթ գնահատենք, արժևորենք քաղաքական գիտության տեսանկյունից։ Ճիշտ ասած, ես խորին համոզում ունեմ, որի մասին ժամանակին բարբերաբար կրկնել եմ, որ մեր քաղաքական միտքը եթե զարգացած լիներ եւ մենք փորձեինք, ինչպես շատ այլ ժողովուրդներ, քաղաքագիտության նորմատիվներով մեր կյանքը կազմակերպել, մենք շատ ավելի հաջողակ կլինենք, բայց դա մենք մի քիչ ասեմ զգացմունքի ժողովուրդ ենք եւ զգացմունքի ժողովուրդը շատ դժվար է ենթարկվում իր բանականության թելադրանքին։ Մեր օրինակ մեր երգերյաների տարբերությունը նաեւ դրանումն է,
որ ճիշտ է, որ հայ ժողովուրդը ընդունակ է, որ կարողություններ ունի, դա ապացուցած դարավոր փորձ է, որևէ խնդիր չկա, բայց շատ հաճախ քաղաքական գործընթացները տանուլ է տալիս, որտեղ դժվարանում է իշխել ինքն իր զգացմունքների վրա։ Միշտ հաջողությունը պայմանավորվում է, որ սառը դատողությամբ եւ ճշգրիտ հաշվարկներով կատարվեն քաղաքական զարգացումները։ Հիմա մենք կփորձենք անընդհատ քաղաքագիտության նորմատիվներով կամ տեսության շրջանակներով որևէ փորձված նաև համաշխարհային փորձով կամ երկրի ներսի փորձով, մեր ժողովրդի փորձով ներկայացնել հարցեր ու բացատրություններ, որոնք կարծում եմ, որ օգտակար կլինեն, որտեղ Հայացք Երևանից հաղորդաշարը հենց նման հետապնդող, նման ուրեմն նպատակներ է հետապնդում։ Հիմա ինչպեսի պահ է մեզ մոտ։ Թաքցնելու չի, որ մեր կյանքը արդեն մի 2 ամիս է, մեր հանրապետության կյանքը ներքաղաքական, ուրեմն կարծես թե ուրեմն ռևանշիզմի քաղաքական կրեդոից հետո իշխանափոխություն, հիշում եք, impeachment, այս անհետեցություններից եւ անիմաստ էներգիայի վատնումից հետո խորհրդարանում թե նրանից դուրս, այս անհետությունից հետո կարծես հնարավորվում է եւ մարդիկ պատրաստվում են ընտրությունների։ Եվ դա, եթե չլիներ այդ անհետեցությունը, երկիրը 5 տարի, 4 տարի զբաղված չլիներ ժողովրդի զգալի մասով իշխանափոխության այդպիսի ցնորական մի պայքարով, մենք շատ ավելի մեծ հաջողություններ կունենայինք, որովհետև յուրաքանչյուրն իր տեղում ավելի շատ կաշխատեր, ավելի շատ բարիք կստեղծեր եւ երկիրը կայուն կլիներ։ Բայց թե ինչպես ասում են, ունենք ինչպես ինչը որ ունենք։ Հիմա շարժվենք առաջ։ Մենք պիտի մեզ հաշիվ տանք։ Ապակա ազգային ժողովը, որը երկրի հիմնական օրենսդիր, ես կասեի նաև քաղաքական մարմինն է, որտեղ այնտեղ հազար մի հարցեր են քննարկվելու եւ քննարկվում են, տեսնում եք, պետության եւ ժողովրդի, պետք է լինի այնպեսին, որը զարգացման երկրի զարգացման պահանջները բավարարի։ Դա կախված է առաջին հերթին նրանից, թե խորհրդարանում ինչպիսի կուսակցություններ կլինեն, դրանք եղածները կհամապատասխանեն կուսակցության ներկայացվող քաղաքագիտական պահանջներին եւ ինչպիսի բովանդակություն կունենան այդ կուսակցությունները որպես քաղաքական կառույցներ, որտեղ քիչ է ասել կուսակցություն, այլ պետք է իմանալ, թե տվյալ կուսակցությունը ինչ գաղափարախոսություն ունի, ինչ արժի համակարգ է ուրեմն հետապնդում եւ մեր բարակայում երկիրը տեսնում է նրա ապական զարգացած եւ ազատ անկախ զարգացող պետություն, թե նորից մեր ճակատագիրը փորձում է կապել օտարի սայլակին, իսկ այդ սայլակը դուք գիտեք, որ մեր բարակայում դա ռուսական բրիչկան է։ Մենք լինելու ենք բրիչկայի կծորդ եւ ապրելու ենք այդ ժողովրդի ճակատագրով, պայքարելու ենք դրանց ճակատագրի համար, ենթարկվելով հազար մի բաներու իբրև թե անվտանգ նկատառումներով, անվտանգության, բայց մենք գիտենք, որ դա այդպես չի լինում։ Հիմա ինչ եմ ուզում ասել, մենք փորձենք հիմա բացատրել, թե ինչ է լինելու։ Ուրեմն որպես մոդել, ես մոդել եմ ասում, ըստ էության մենք տեսանք մի բան վաղարշաբաթի խոշորացված համայնքում, որը երկու մաս արձանագրեց։ Առաջինը, որ ճիշտ է, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթեց եւ դա դրական է, որովհետեւ այս պայմաններում երկրի զարգացում եւ կայունությունը կարևորագույն, այսպես ասենք, մեր ժողովրդի հոգեվոր մայրաքաղաքում չխոդորվեց, չկրկնվեց Ալեքսանդրապոլի կամ Կումայրի, Լեննական չեմ ասելու, Գյումրիի ճակատագիրը քրեական տարի հաղթանակ չապահովեց, բայց եղածը որոշակի իմաստով խնդիրներ դրեց եւ ըստ էության ինչ որտեղ, եթե մենք մոդել ենք վերցնում, որոշակի մոդել ներկայացրեց, որն է դա։ Ուրեմն գիտեք, որ հաղթանակը տարավ քաղաքացիական պայմանագիրը, ինչքան գիտեմ 51-52%-ով եւ մյուսը հայրենիքներ չէ, կարծեմ, որ նույնն է ուրեմն ռևանշիզմի հարվածային ուրեմն թևը գրանցեց որոշակի հաղթանակ, ճիշտ է, ուրեմն իշխող կուսակցությանը խանգարող թվեր չկարողացավ անել, բայց ըստ էության վերակրկնվեց, նայեցեք ուշադիր նայեցեք, վերակրկնվեց ազգային ժողովի պատկերը։ Մի դեպքում քաղաքացիական պայմանագիրն է, մյուսը ռևանշիստներն են։ Դե հիմա ինչքանով է ճիշտ է, որ քաղաքացիական պայմանագիրը ունի մեծամասնություն, եւ այդ մեծամասնությունը հաջողությամբ կարողանում է ճգնաժամներ, եթե առաջանում են, հաղթահարել, բայց ըստ էության խորհրդարանում լիարժեք քաղաքական կյանք չկա, չի կարող լինել, որովհետև այնտեղ չկա համախոհություն եւ չկա ուրեմն քաղաքական դիսկուրս կամ խոսույթ։ Իսկ խորհրդարանը նրա համար է, որովհետեւ ուրեմն խորհրդարանում ազգային ժողովում ապահովի քաղաքական դիսկուրսը կամ խոսույթը, բանավեճը, իրար հակառակ ծրագրերի, օգնող ծրագրերի ներկայացում, ալտերնատիվ կամ երկընտրանքների ներկայացում եւ այլն եւ այլն։ Դուք դա մեր խորհրդարանում չեք տեսել, չեք տեսնի, ինչու՞։ Որտեղ այստեղ խնդիրը ինչի, որ ազգային ժողովը ունի երկու թև,
այդպես առաջացել է, հիմա չասենք ինչու է առաջացել, դա փաստ է, երկու թե մեկը կառավարող կուսակցությունն է առանց դաշնակիցների, խորհրդարանի մասին է խոսքը, եւ մյուսը մի քանի կուսակցություններով ներկայացած ռևանշիզմ է։ Ռևանշիզմ, որի նպատակը տորպեդահարելն է պետականության զարգացումը, սաբոտաժն է, որովհետև այստեղ տեսնում եք համագործակցություն թերգուզ ընդդիմադիրների համագործակցություն կոնսենսուս չկա ու չի կարող լինել։ Իսկ այն խորհրդարան նկատի ունեցեք, որը չունի կոնսենսուս, որտեղ համագործակցության փոխարեն կոնֆրոնտացիան է կամ բախումնային տրամադրությունն է, հակադրությունն է, տեսնում եք ամեն մի նստաշրջան կամ նիստ վերածվում է բազարի, որից որևէ մեկը գոհ լինել չի կարող։ Ես նկատի ունեմ երևի ապակայով ներկայով շահագրգիռ մարդկանց մասին է խոսքը կամ ուժերի։ Սակայն նկատի ունենալ։ Պաստորեն այս ուրեմն վաղարշաբաթի ուրեմն այդ մնացած մանր կուսակցությունների մասին չեմ խոսում, որտեղ նրանք եղանակ չեն կարող ստեղծել ոչ վաղարշաբաթում, ոչ ուրեմն ազգային ժողովում, եթե այդպես ստացվի եւ ուրեմն խոսքը կգնա այն մոդելի մասին կամ այն կառուցվածքի, որով այսօրվա մեր խորհրդարանը ապրում է, շնչում է եւ արտաշնչում է նաեւ, արտաշնչում է հակամարտություն, արտաշնչում է թույն, վերջ, բանավեճ գոյություն չունի։ Դուք տեսնում եք հակադրություն, մեղադրանքներ, լուտանք, կեղծարարություն եւ կռիվ կատաղի կռիվ անդաղ պետականության դեմ, եւ դա ռևանշիզմ է։ Հիմա ռևանշիզմը նույն ձևով մոտապես կոպոսային նույն հարաբերակցություններն առաջացան ուրեմն վաղարշաբաթի ընդրական օկրուգում։ Սա խոսում է այն մասին, որ այո, ճիշտ է, որ դրական էր, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթեց, եւ դա մեծ առավելություն էր դա օրերի հարցով, բայց վերջին հաշվով չունեցանք համայնքային այդ բարակայի մասը, համայնքային այլընտրանքային ավականի ազգային ժողովում դա խորհրդարանական ուրեմն կառուցվածքն է, երբ որ այլընտրանքներ, ծրագրեր, առողջ քննադատություն, բանավեճ, բայց պետականաշեն այդ շունչը չի զգացվում։ Այսպիսի մի վիճակ առաջացավ եւ փաստորեն փոքր մոդել մի առաջացավ վաղարշաբաթում։ Ուրեմն դրա արդյունքները դուք կտեսնեք առաջիկայում նորից բոյկոտ, նույնիսկ բանավեճ, որը տանում է ոչ մի տեղ։ Դա այդպես է, եթե լինում է նման մի վիճակ։ Հիմա ինչ է ռևանշիզմը, որի մասին ես ձեզ խոստացա, որ բացատրեմ։ Ռևանշիզմը ըստ էության անցյալի այն ուժերն են հայաստանյան բարակայում, որոնք ըստ էության ուրեմն երկրի գանձագողության կամ ինչ-ինչ մախինացիայի արդյունքով հարստացած դասակարգն են, որոնք ինչպես են կառավարել, դուք դա տեսել եք, այդ կուսակցություններից ոչ մեկը ձեզ համար անձանցից շատերը նաև նորություն չեն ներկայացնում, դրանք ժամանակին եղել են ուրեմն կոալիցիոն կառավարության մեջ գողապետության շրջանում եւ ամուր ոնց որ թե դաշինք են ստեղծել, այդ դաշինքը կարծել, որ ինձ 2000 թվականից է Քոչարյան դաշնակցություն դաշինք առաջացել, ինչքան իմ հիշողությունը ինձ պարտավորեցնում է հիշել, սկզբունքորեն դա լուծվել է 2000 թվականի հունվարին, եւ այդ դաշինքը շարունակում է անդաղ թե այնտեղ կողքերն ովքեր են պատտվում եւ իրար շատ հավատարիմ են, եւ այդ 2000 թվականի հետագա զարգացումները դուք գիտեք դա այն շրջանն է, երբ երկիրը անընդհատ խրվեց տնտեսական ճգնաժամերի, քաղաքական միակողմանի զարգացումների եւ վերջին հաշվով եւ իրականության մեջ մի հարուստ դասակարգի առաջացման, որը ոչ թե սեփական քրտինքով, ինչպես ասում են, առաջացած դասակարգ եւ այլ պետական ապարատում եղած կամ պետական ապարատի շուրջ եղած արտոնյալների, այսպես ասած, ուրեմն գանձագողերի, այդպեսի դա տերմին է հայերեն, դա այդպես եղել է, եթե մեկը պաշտոնը չարաշահելով հարստանում է, այն էլ բարձր պաշտոնյա, դա հաստատ գանձագող ուրիշ ոչինչ չի, եւ դուք տեսնում եք գանձագողերին խորհրդարանում, դուք տեսնում եք տվյալ բարակայում նաև գյումրվա ընտրություններում դուք դա տեսնում եք նաև ուրեմն վաղարշաբաթի խոշորացած համայնքի աշխատանքներում։ Հիմա ռևանշիզմի կորիզը կազմում են սրանք, որը ըստ էության դա այն սեգմենտն է, բաժինը, դժբախտաբար, որը ըստ էության ունի ասի չասի, մեկ-մեկ խոստովանում են, մեկ-մեկ թաքցնում, որոնց նպատակը Հայաստանում անկախ պետականության տապալումն է։ Այսինքն սրանք այն ուժերն են, որոնք կռիվ են տալիս Հայաստանի պետականության դեմ։ Անկախ այն բանից, թե ՔԲ-ի աշխատանքի որակը այսօր ինչպիսին է, հաջողություններ կան պետական քաղաքականության մեջ, թե հաջողություններ չկան, դա դրա բարակայի հետ կապ չունի։ Այս մարդկանց նպատակը ռուսական որովայն մտնելու կռիվ է։ Դուք գիտեք, հայտարարությունները հայտնի են, դրա համար չեմ երկարացնում։ Սա այսինքն հակապետական մի ուժ է, եւ այդ հակապետական ուժը դրսում ունի նաեւ դաշնակից։ Հակապետական այդ ուժի դաշնակիցը
Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու ուրեմն ճակերտավոր վերնախավն է, որովհետև երկրի որևէ ոլորտի վերնախավ կամ էլիտար հատվածը չի կարող սեփական ժողովրդի շահերի դեմ կռիվ տալ, ենել անկախության վերացման եւ ուրիշ երկրի որովան մտնելու համար։ Ենել այնպիսի մի երկիր, որը ինքը անգում է գնում, որի ճակատագիրը ըստ էության ոչ մեկին հայտնի չի, ձեր աչքի առաջ այդ ամբողջը տեսնում եւ դուք տեսեք, որ ես որևէ չափազանցություն, որևէ ուրեմն կեղծիք չեմ անում, ինչպես որ չեմ արել երբեք։ Բայց մենք դաժան իրականության առաջ ենք կանգնած եւ մենք տեսանք, որ վաղաշաբաթի այդ համայնքային ընտրություններում բացի ուրեմն քաղաքացիական ուրեմն պայմանագիրը ժողովրդավարական ուժերից որևէ մեկը հաղթանակ չտարավ, չկարողացավ հաղթահարել շեմը, այդ նշանակում է նաև սրանք կամ թույլ էին, կամ ֆավորիտներ չկային, ֆավորիտը միայն դա էր, եւ նման բաներ։ Այս բոլորը մեզ հուշում են շատ բաներ, կուսակցությունների իրենց ստրատեգիան եւ տակտիկան ճշտել, ուրեմն դա ուժերին, տարբեր ուժերի դիրքորոշումները ճշտել իհարկե, բայց մի տրական բան եղավ, որ քաղաքացիական պայմանագիրը կարողացավ ջախջախել եւ կասեցնել գողապետության արբանյակներին այս համայնքում ավականու մեծամասնություն ունենալ եւ քաղաքապետ համայնքապետ ունենալ, դա շատ կարեւոր է, բայց դա բավարար չի։ Ուրեմն շարունակում ենք այսպես։ Ուրեմն Հայաստանում ռևանշիզմը նրանք են, ովքեր ուրեմն փորձելով երկու պատերազմից հետո անցած շրջանում ուրիշին մեղադրելով հայրենադավության մեջ, իրենք լինելով իսկական պետականադավ, որտեղ այս ուժերի դուք գիտեք շատերը համագործակցել են ռուսական ծառայությունների հետ, Ռուսաստանի կամքն են կատարել եւ ըստ էության Ռուսաստանի հրամանով ուրեմն Արցախը հանձնվել է Ադրբեջանին եւ դուք շատ բաներ ինձից ավելի լավ գիտեք, թե ինչպիսի դաժան դավաճանություններ են եղել, ուրեմն փախուստներ են եղել, աշխատանքի կազմալուծում է եղել պատերազմի դաշտում։ Դրա փոխարեն դուք տեսնում եք դրանց տեղյակներ, ըստ էության սրանց մեջ եթե որոնեք, ինչպես ասում են, ասեղը վերցնեք որևէ անց որոնելու համար չեք գտնի աղքատ մարդ կամ միջին ունեցվածքի մարդիկ չկան։ Ուրեմն այդ դասակարգը ունի արտաքին նաև հովանավոր, ոչ միայն ինքը ռևանշիզմը, ինքը իրենով Հայաստանը ներկայացնում, ասեցիք որպես քաղաքացիական հասարակության մաս, այլ նաև իրեն դաշնակից ունի Հայաստանի Առաքելական եկեղեցու, ուրեմն այդ եկեղեցու ուրեմն այն վերնախավի, որը հակապետական է, որը Պուտինի իշխանանշանակիր է եղբայրներով, սա ունի նաև արտաքին հովանավոր բնական է եւ այդ արտաքին հովանավորը Ռուսաստանն է։ Հիմա մարդիկ մեկ-մեկ խուսափում են Ռուսաստանի անունը տալուց, ես ասեմ ձեզ, քաղաքական վերլուծությունը պահանջում է լինել ճշգրիտ։ Եթե դուք խուսափում եք գողին գող ասել, կույսին կույս չասել եւ բանին ամբարոյին կույս ներկայացնել, ուրեմն ձեր ճշմարտությունը կիսատ է եւ դուք ոչինչ տեղ չեք հասնելու։ Պարզ է, որ մեր երկրի կյանքը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանի խաթարումներով եւ ռևանշիզմը հովանավորվում է դրսի այդ ուժը ոչ Թուրքիան է, ոչ Ադրբեջանն է, ոչ Իրանն է, կարող եւ առանց մեկ գործակալներ լինեն, դա խնդիր չի, բոլոր տեղերում են լինում, Ռուսաստանն է, որ կռիվ է տալիս սրանց ձեռքով Հայաստանի անկախ պետականության դեմ։ Ուրեմն սա պիտի ակաժների սովանենք եւ ասենք այն, ինչ որ կա։ Սա միջանոց մի դիտողություն անեմ։ Եթե մենք այս տեսակետը, իմ ասած տեսակետը կորթեգրենք, մի տարի, երկու տարի, ռուսները կտեսնեն, որ իրենց դիմաց կանգնած են ոչ թե քծնողներ, իրենց փորիտակ խաղ տվողներ, բայց պորոտախոսությամբ սուտ բաներ խոսողներ, նկատի ունեցեք, որ տարիների ընթացքում ռուսների աչքին հայ ժողովրդի եւ Հայաստանի արժանապատվությունը շատ է բարձրանալու։ Այնքան գոնե ինչպիսին կա Ռուսաստան-Վրաստան փոխհարաբերությունները։ Ես ասել եմ, կրկնեմ ձեզ, ես նույնիսկ սովետական տարիներից եմ ասում այն ժամանակ, երբ մենք Մոսկվայի համալսարաններում կամ ուրեմն գրադարաններում ամիսներով աշխատում ենք եւ այլն, համոզում կա այն ժամանակվանից, որը մեկը չի կարող ժխտել, որ ռուսները վրացիներին սիրում հարգում էին, ադրբեջանցիներն անորոշ մի բան էին, մեր հանդեպ միշտ եղել է արհամարանք, նույնիսկ այնքան արհամարանք այնպիսի, ուրեմն այնպիսի արհամարանք, որ նույնիսկ Չարդախլուի նման գյուղում, որտեղ հուղարկավորված էր սովետական բանակի երկու մարշալ, իսկ այդ սովետական բանակի մարշալներ առ Հայաստան ոչ մի արժեք ունեցել են, ոչ էլ կարող են ունենալ, դրանց սովետական բանակի մարշալներ եւ գեներալներ են, երբ որ ժամանակին այդ գյուղի տեղահանություններ մտածում էին, որ սովետական բանակի մարշալներին ռուսները տեր կրնեն, բայց պարզվեց, որ այստեղ նաեւ այդ մարշալների հանդեպ կար արհամարանք եւ եթե Լիտվայում հիշեք ինչ եմ ասում, Լատվիայում կամ Էստոնիայում, առավել եւս հանկարծ Լեհաստանում այն ժամանակ Հունգարիան որևէ սովետական զինվորի հուշարձանի մեկը կապներ, Ռուսաստանը միջուկային պատերազմ կսկսեր, բայց երբ որ Ադրբեջանի թուրքերն հավելում էին Չարդախլուի
սովետական միության հայ մարշալների ուրեմն այդ հուշարձաններ, ուրեմն սովետական զինվորը կողքին դառնած մայորի կարգավիճակով ես գիտեմ եւ նայում էին թե ինչպես են ավերում, ինչպես որ նայեցին թե ինչպես ադրբեջանցիները կազմակերպեցին հայության գալատամորը Արցախում եւ ինչպես դարձրին փախստական եւ նպատակ ունենալով եւ այդ հոսքը անցկացնել Հայաստանում պետականության տավալում։ Հիմա եթե այսպես ասեմ, այսինքն հնդարական ասենք, ռևանշիստները ռուսական հովանավորություն ունեցող, ուրեմն ուղեղից մի մասը անջատված, մի մասը վախկոտ, որովհետև այդ թուրքը կուտի այդ բարակայի վրա նաև այդպիսիներ կան, ոչ թե պետություն կառուցելու ձգտում կա, եւ ռուսական որովայնում թաքնվողների, բայց հիմնականում բարակգլուխներն գանձակով Ղարաբաղյան կլան եւ այլն, այս բոլորը հավաքված են այդտեղ եւ սա բարձեւոր ուրեմն բարձեւոր ռևանշիզմն է։ Ռևանշիզմ, որը կռիվ է տալիս, ռևանշ անել, այդ բառից է գալիս, անցյալի վերադարձի համար սրանք պատերազմ են մղում, ձեր աչքի առաջ է ստով, կեղծիքով, ուրեմն դավաճանելով շատ անգամ Արցախում անուն առանուն դուք շատերին գիտեք, որոնց այդ Ղարաբաղյան կլանի ռազմաքաղաքական գոչով չագերտավոր ղեկավարության մի մասն էլ ռուսների կամքով հայտնվել է Բաքվի բանդերում, մեկն էլ գործողված Մոսկվայից, այս բոլորը ռևանշիզմն է։ Հիմա կարծում ենք, որ եթե մենք ուզում ենք պետականություն ունենանք, օրերը շատ բարդ են, ժամանակները անհասկանալի շատ անգամ կասեմ ինչը նկատի ունեն, ուրեմն այս պայմաններում մեզ համար դառնում է կյանքի ու մահվան հարց ունենալ նորմալ ընտրություններում, լեգիտիմ ընտրություններում ունենալ ազգային ժողով, որովհետև ոչ միայն քաղաքացիական պայմանագիրը կլինի, նա կլինի որպես առաջատար, այլ մի պարագայով, որ ազգային ժողովը ունենա ոչ միայն այլ կուսակցություններ եւս, բազմա, այսպես ասած, կուսակցական լինի, այլ նաեւ այդ խորհրդարան ունենա բազմագույն լինի, բազմագույն տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող, գաղափարական հենք ունեցող կուսակցությունների համախումբ ունենալ։ Ուրեմն մենք ցես հետ միասին ռևանշիզմի դեմ կռիվ տալով, այսքան պետականությունը պահելով, պարտավոր ենք ձևավորել ազգային ժողովը։ Հիմա եւ ողջունելի է, որ վարչապետ այո ինքը հայտարարել է, ես բան չեմ ասում, ասեց, որ անցյալի դերակատար ուժերը չեն լինելու խորհրդարանում։ Սա փայլուն է, այդպես պիտի լինի եւ սրանց թույլ չպիտի տալ։ Անցնել գոնե պարակգլուխների իմաստով, եթե նրանց լագոտների իմաստով, դա նկատի ունեցեք, որովհետեւ սրանք սկսել են ճտեր աճեցնելը տարբեր տեղերից, ուրեմն ուզում են նոր այսպես ասեմ, հին խնդիրը նոր փաթեթով ներկայացնել որպես նորություն։ Ուրեմն սա պիտի լուծվի այս հարցը, կարծում եմ այդ հարցը լուծելի է։ Բայց խնդիրը մենակ դա չի։ Այո, ունենալ նոր խորհրդարան, բայց այդ խորհրդարանը ինչպիսին պիտի լինի, գլխավոր հարցը սա է։ Գլխավոր հարցը որն է, ուրեմն պիտի ձևավորի անպայման մեր ժողովուրդը ազատ ընտրություններում։ Ինչ պիտի լինի։ Հիմա շատ հնարավոր է մի քանի կուսակցություններ անցնեն եւ դա պիտի լինի, որ բազմակուսակցական լինի, միակուսակցական քաղաքական համակարգ աղետալի կլինի, եթե առաջանա խորհրդարանական պետության մեջ, չնայած դա հնարավոր չի։ Ես կասկածում եմ, որ տես ինչպես որ համայնք բանում եղավ, այս վաղաշաբաթում 50-ի մոտիկ այս թվի վրա քաղաքացիական պայմանագիրը գերակայություն ապահովեց, լարված իրավիճակում կարող է եւ դա չստացվել եւ այստեղ կառավարություն կազմելու հետո խնդիրներ կառաջանան, դրա մասին ավելի հանգամանան հետո կարող։ Բայց նաեւ միայն մի կուսակցական չպիտի լինի, միայն ասենք ազատականներ, պիտի ուրեմն բազմազան լինի, բայց բազմազանությունը մեխանիկական թիվ չպիտի լինի, ասենք 4-5 կուսակցություն ենթադրենք, որոնք իրար նման են, ասենք բոլորն էլ լիբերալ, բոլորն էլ ազատական։ Այս բարակայում նորից աղետալի կլինի։ Ինչու՞։ Որովհետև կթվա թե բազմաթիվ կուսակցություններ են, բայց բոլորի մտածումն ու բոլորի տեսական կողմնորոշիչները կլինի նույն գաղափարախոսությունը, նույն տեսակետը եւ այլն։ Դրա համար բազմակուսակցական քաղաքական համակարգով խորհրդարանը պիտի ունենա բազմագույն պլուրալիստական իր բովանդակության, ոչ միայն ձևի առումով։ Այստեղ է որ ասում եմ, այ ինչպեսի խորհրդարան եւ այլն։ Օրինակ շատ լավ կլներ, ես պարզապես լավ իրազեկված չեմ, փորձում եմ հասկանալ թե ովքեր են Հայաստանում սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստները, որոնք անցյալի բեռը չունեն իրենց վրա, եւ շատ լավ կլներ, որ խորհրդարան ունենար սոցիալ-դեմոկրատական մի ուրեմն համախումբ եւս։ Բայց ասեմ ձեզ առանց համեստության եմ ասում, ուրեմն ազգային ժողովի առաջիկա կազմը չի լինի լիարժեք, իսկապես չի լինի, եթե քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն այնտեղ խորհրդարանում չլինի, ինչու համար, որովհետև ինչ էլ անեք չանեք, մի բանի պատասխան ցանկացածը չի կարող հերքել իմ ասածից ինչ որ ասելու եմ։ Իհարկե քրիստոնյա ժողովրդավարությունը լիբերալ ավելի շատ կոնսերվատիվ է, քան թե պահպանողական է, քան թե
ինչպես աշխարհի փորձն է տալիս, քան լիբերալը, բայց ըստ էության դա լիբերալ կոնսերվատիվ այդպիսի մի ուրեմն գաղափարական ամբողջականություն ունի, որի առիթ ես դες շատ եմ ունենալու տարբեր ասպեկտներով ասելու, բայց խնդիրը միայն դա չի, շատ լավ կլիներ, որ ասենք խորհրդարան ունենա նաև պահպանողական կուսակցությունների մի անկախություն անպայման ընդունող, անկախության համար պայքարած եւ պայքարով ասենք կուսակցությունների համախումբ, բայց ինչու քրիստոնյա ժողովրդավարականը, որովհետեւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը Հայաստանի քաղաքական իրականության մեջ մինչև այժմ միակ կուսակցությունն է եւ դա ուրիշ կերպ չի կարող լինել, որը բազավորված է, որի գաղափարախոսությունը, արժեհամակարգը, որի մտածումները, մշակումները եւ այլն բացառապես ուրեմն բազավորված է մեր հնագույն մշակույթի քրիստոնեական արմատների վրա, այսինքն Հայաստանի քրիստոնեական մշակույթի արմատների վրա աճած այն կուսակցությունը, ինչպիսին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, ես կարծում եմ, որ պետք է լինի խորհրդարանում, դա ես ասում եմ ոչ միայն որպես ՔԺԿ նախագահ, այլ նաև որպես իրականություն։ Ես զուգահեռ ունեմ ձեզ ներկայացնելու, այսպես ասեմ հետևյալը։ Հիշեք, այս բանը, ուրեմն քաղաքական զարգացումները նկատի ունեցեք տարբեր երկրներում ունեն զարգացման տարբեր զուգահեռներ, որը մեկը մյուսի նմանություններ են հաղորդում։ Միտքս բազեմ հետևյալով։ Գերմանիան վերածնվել է եւ կարծում եմ, որ ընդ որում ասեմ, Գերմանիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր վայելում են այդ երկրի բարիքը, ուրեմն դրա առավելությունները, դրա ուրեմն զարգացումը, կարգապահությունը, Գերմանիան է, մի խոսք ասեմ, մշակույթը, մի խոսք ամեն ինչ որ Գերմանիան է։ Ես կարծում եմ, որ դուք ինձ պետք է օգնեք, ասեք, որ ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահը ճիշտ է։ Դուք պարտավոր եք ասել, որովհետև ես ասելու եմ այն, ինչ որ Գերմանիային բերել է զարգացման ճանապարհի վրա։ Կոնկրետացնեմ, հա, կոնկրետ շատ հետևյալի մասին է խոսքը։ 1946 թվականին, հիշեք, Հիտլերից հետո ուրեմն Գերմանիան փլատակների տակ է։ Հիմա մենք մեր պատմությունները գիտենք, մեր կորուստները գիտենք, մեզ համար, որովհետև հայրենիքի կորուստը տարածքական այնպիսի աղետալի չափեր ունի, որ ուղղակի մենք ցնցումների մեջ ենք, եւ դա բնական է։ Այն ժողովուրդը, որ իր տարածքի համար չի մղկտում, ուրեմն սխալ ժողովուրդ է։ Ոչ միայն չի մղկտում, այլ նաեւ որը չի նախապատրաստում այսօր 40 տարվա հետո հաղթանակը։ Իսկ 40 տարվա հետո հաղթանակը ուրեմն ձևավորում այսօր հիմքերի մեջ։ Հիմա միտքս տանեմ, ինչը որ ես ակնկալում եմ, որ Գերմանիայում ապրող մեր հայրենակիցները, ոչ միայն հայրենակիցները կհաստատեն ասածս։ Ուրեմն 46-ի, կարծեմ ապրիլ ամսին, ուրեմն Կոնրադ Ադենաուերը, որի մասին շատ եմ ասել, տարիներ շարունակ ասում եմ, ուրեմն հավաքում է քրիստոնյա դեմոկրատական միության այսօրվա մերձի կուսակցությունն է կառավարող եւ իհարկե ժամանակ այդ հզորությունը չուներ եւ այլն, բայց Գերմանիան այն վիճակում է, որ կարգին կուսակցություններ նոր վերականգնվում էին Հիտլերից հետո եւ այդ բանի վիճակում Գերմանիան պետք է որ վերականգնվեր։ Ախենի ժողովում, որտեղ հավաքվում են, դա բանում է անգլիական զոնայում էր եւ նրանք պետք է շնորհակալ լինեն անգլիացիներ, որտեղ թույլ տվեցին, որ Գերմանիան վերականգնումն սկսի հենց անգլիական զոնայից, ընդ որում մենք ես էլ եմ անգլիացիների շնորհակալ, ի տարբերություն ռսափոցերի, առաջին հանրապետությանը միացվել են միանշանակ Նախիջևանը, Կարսը անգլիացիները, որի վերաբերյալ թույն ու թալախ է թափվում այ պատմաբանների կողմից, մեկը ձեն չի անում, բայց մեր պետությունը 20 թվականին 1900 ընդարձակվել է 19-ից 20 թվական անգլիացիների օժանդակությամբ եւ անգլիացիների զենքով, նաեւ հանդերձանքով։ Շարունակենք անցնել։ Ես շնորհակալ եմ, ինչպես որ գերմանացիները բարձր շնորհակալ են իրեն անգլիացիներից, որոնք ստեղծեցին վիճակ, որ իրեն այդ զոնայում կարողանան իրենց պետականությունը վերականգնել։ Մի խոսքով շարժենք առաջ։ Եվ ուրեմն Ադենաուերը կուսակցության արժեվ հարց է բարձրացնում, ինչպես է հնարավոր Գերմանիան եւ գերմանացուն վերականգնել։ Սա հարց է իրենց համար։ Ասեցի, մեր ցավը մեզ է թվում ցավ, ցավ չի թվում։ Գերմանացու ցավն է իրենն է եւ այսպես։ Քննարկում է լինում եւ Ադենաուերը ամփոփում է հետեւյալ բանաձևով։ Ասում է նայեցեք, Գերմանիան ունի վերականգնման եւ գերմանացի մի ճանապարհ, որն է դա։ Ասում է, եթե մենք գերմանացիներս ասենք կուսակցության մասին է խոսքը տվյալ բարագայում, ԿԴՄ-ի մասին է, մերձի կուսակցության, Մերկելի կուսակցության, բայց ուրեմն այն ժամանակ հիմնադիրը գիտեք Ադենաուերն է։ Եվ նա ասում է, ունենք մի ճանապարհ, որն է դա։ Եթե մենք կպաշտպանենք ազատությունը նկատի ունեցեք։ Ազատությունն ավելի մեծ արժեք է, քան անկախությունը, որովհետև անկախ պետականությունը բխում է ազատության փիլիսոփայությունից։ Հիմա այսպես մի խոսքով ազատությունը մեկ ասում է, եւ երկրորդը, եթե մենք կբազավորվենք ուրեմն քրիստոնեության արևմտյան մեկնաբանության մշակութային արմատների վրա։ Կրկնեմ,
Արևմտյան քրիստոնեության մշակութային արմատների վրա, դե ինքը նկատի ունի Գերմանիայում կաթոլիկությունը, բողոք լյութերականություն եւ այլն, եւ ասում ուրիշ ճանապարհ չկա, երկու կետ, կրկնում եմ, եթե մենք ասում ենք գերմանացիները պինդ կբռնենք ազատությունը, իսկ ռուսացիները հենց կռիվ են տալիս Մոսկվայի հրամանով մեր ազատության դեմ, ուրեմն տարբեր մանիպուլյացիաներով, ուրեմն երկրորդը ասում է, եթե կբազավորվեք քրիստոնեության արևմտյան մեկնաբանության մշակութային արմատների վրա, բառացիորեն ես կրկնում եմ մեզ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն ասում է ձեզ Հայաստանի ռեֆորմների հաջողությունը շատ բաներով պայմանավորված է լինելու այն կուսակցության կայացմամբ, որը ես եմ ներկայացնում, ես եմ հիմնադրել իմ ընկերներից եւ գիշեր-ցերեկ աշխատում ենք ինչքան կարողանում ենք, ուրեմն ազատություն Հայաստանի եւ քրիստոնեության ըստ էության լուսավորչական կամ ինչ որ գիտեք, այսօր այդ բանը շատ թարմ է, ուրեմն քրիստոնեության հայկական մեկնաբանության մշակութային արմատների վրա։ Ես հիշեցնեմ ձեզ կարող է իմ ասածը թվալ վերացական եւ այլն, դա իրավունք ունեք ասել նաեւ այս հակաքրիստոնեական քարոզի, չեկիստների, աթեիստների, հեթանոսների հախուռն, չհասկանալի, անհասկանալի գրողի պայմաններում, ես ուզում եմ հիշեցնել Պարուս Սևակին։ Պարուս Սևակին ասում էր, որ Պարուս Սևակն ասում է, դուք կարող եք այստեղ տեսնում եմ շատ կրթված եւ զարգացած մարդիկ են ինձ մոտ երևում։ Դուք կարող եք վերցնել նրա հատորները, ստուգեք։ Ճիշտ եմ ասում, թե չէ, ինչ էր ասում Պարուս Սևակը, ասում էր հետեւյալը, որ ասում էր, ով չի կարդացել Աստվածաշունչը, ով չգիտի Աստվածաշունչը, նա չի կարող մտավորական մարդ հաշվել։ Ես ասում եմ հայ ժողովրդին, այն ժողովրդի, ես մեջը բնականաբար մենք չենք առանձնանում, ուրեմն մեզ է վերաբերվում։ Մենք չենք կարող լիարժեք քաղաքակրթական մեր միսիան կատարենք, եթե չենք վերադառնալու այնտեղ, որտեղից մեզ հեռացրել են 70 տարի առաջ։ Նույն չեկիստները, որ այսօր կաթողիկոս են պաշտպանում, նույն այն գողացող գանձագողերը, որոնք հայկական կրթություն են, երբ Աստվածաշունչ չեն տեսել, եւ նրանք, ովքեր Աստվածաշունչի վրա երթվում են կոմունիստական ուրեմն կուսակցության կարմիր գրքույկները կամ Պուտինի իշխանության գրպաններում։ Ուրեմն սա պետք է այդ դեմագոգիան է հանում ենք եւ այսպես ասում, ինչ է շարունակում ասել Պարուս Սևակը, ասում է ցանկացած պետք է հասկանաք, որ չեն լինի համաշխարհային մշակույթի զարգացում, եթե չլներ քրիստոնեություն, եւ այդ մշակույթը քրիստոնեական է, ինչ օրինակ է վերում, չգիտեմ, եվրոպական խոշոր մտածողներ, ինչքան կուզեք, հիմա սա գումարած դրան, ասում են Արեգակցին, Արամ Խաչատրյան, եւ այլն, մեր այսինքն հայ մշակույթի գագաթները, այս բոլորն ասում են, բոլորը քրիստոնեական մշակույթ են եւ հայկական են եւ այլն։ Հիմա կարծում եմ ես ցես կարողացա հիմնավորել, թե ինչու պիտի խորհրդարանը լինի ոչ միայն լիբերալ, թե չէ կարող եք 5 լիբերալ կուսակցություն ընտրել եւ ներկայանալ, թե մենք բազմակուսակցական խորհրդարան ունենք։ Եթե դուք 5 լիբերալ կուսակցություն եք ընտրում, մեկը ես պնդելու եմ, որ դա միակուսակցական խորհրդարան է։ Ուղղակի թվի տարբերություն կա։ Եթե սոցիալ-դեմոկրատներ լինեն, կարող ենք ասել, որ երկուսն են։ Եվ այլն, եթե քրիստոնյա ժողովրդավարականը եւ այլն, բարձ է որ ուրեմն 3 է եւ այլն, բարձ է, այսինքն այստեղ մեխանիկական թիվը չի կարող փոխարինել բովանդակությանը։ Հետևաբար մենք պետք է կարողանանք խորհրդարան լինենք, բազմակուսակցական, Փառք Աստծո, կառավարող կուսակցությունը բավականին արդեն փորձ ունի, բառաբանքի ճամփով է անցել, հասունացել են նոր կադրեր, 5 տարում ձեր աչքի առջև մարդիկ նույնը չեն։ Շատերը ուրեմն ում գիտեիք X նավագուց ինքը բովանդակության միկրեկ է դարձել, աճել եւ այլն, ես մեկը մերն է, ինչ որ ունենք, բայց ձեր կողքին նաեւ կան նրանք, ովքեր գիշեր-ցերեկ պայքարել են եւ դուք շատ լավ եք չգիտեն թե շատ ինչ են արել, որտեղ Հայաստանում կա նաեւ, այսպես ասեմ, չտեսնելու պարագան, շատ հաճախ դիտավորյալ նսեմացնելու, ուրիշի աշխատանքը չգնահատելու, իսկ եթե իրական պատմությունները տեսնեք, դուք կտեսնեք, որ բոլորովին այդ վիճակ է, ով է փոքր մհերը, ով է ուրեմն ձենովոհանը եւ ով է ծռանվերգոն, ով ինչպես է հանդես եկել, հասկանում եք ոնց է։ Այս բարակայում կնում շարժում ենք առաջ։ Ես չեմ ասում, որ նաեւ ինչու եմ ասում, որտեղ լիբերալ կուսակցության արժեհամակարգը եւ առաջարկները իրենցն են եւ դա հրաշալի, աշխարհը լիբերալ է հիմնականում։ Բայց այլ է սոցիալ-դեմոկրատիայի արժեհամակարգը եւ առաջարկները։ Պետական սեփականության իմաստով, տնտեսական կազմակերպման, մշակույթի հանդեպ վերաբերմունք եւ այլն։ Եվ ուրեմն ազգային արժեքներ եւ այլն։ Եվ բարձր որ ես առաջինը շահագրգռված եմ բնական է քրիստոնյա ժողովրդավարությունը։ Պետք է ասեմ, որը ոչ միայն լիբերալ է, ուրեմն տնտեսագետ բարեկամների ասեմ, որտեղ էստեղ կա, նա օրդոլիբերալ է։
Սովորական լիբերալ կուսակցություն չէ, ինչու՞։ Նա կարգ ու կանոնի, ավելի շատ ասել, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության մեխելից մեկը հիմնական իրավական պետությունն է։ Իսկ դուք գիտեք, որ առանց իրավական պետության Հայաստան չի կայանալու, չի լինելու, լինելու է կիսատ պռատ մի մարդ, քննադատելու եք, գիշեր-ցերեկ, Քոչարյանների, Սարգսյանների, ում կուզեք, 1000 մեղադրանք եք ներկայացնելու, բայց չեք ձերբակալելու, արդարադատությունից արդարադատություն եք քշելու։ Իրավական պետությունը նման բաներ չի ենթադրում, որովհետև օրենքը ունի պատժիչ ֆունկցիա, խրախուսիչ ֆունկցիա եւ այլն, նկատի ունեցեք հետեւյալը։ Եթե դուք մենք դատարանը ուրեմն հանցագործի նկատմամբ արդարադատություն չի կիրառում, չի պատժում, հետեւաբար նա խրախուսում է։ Մյուսները տեսնում են, հասկանում են, որ կարելի է զարտուղի ճանապարհներով գնալ եւ անիմիջիայլոց այս հարցը ինչքան կգնան քննություններ, այդ հարցը սերվելու է, ես ասում եմ իմ գործնական հանդիպումներից։ Ժողովուրդը պահանջներ ունի։ Հիմա շարունակենք։ Եվ այսպես տնտեսության վերամշակույթի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունները, ոչ միայն մենք, ԿՏՄ-ներն աշխարհում, այդպես ասեմ, ինչպես իմ կուսակցական ընկերն է ասում, ԿՏՄ-ները որպես մոդուլային կուսակցություն, ավանդապաշտ են։ Նրանք նստած են իրենց ազգային արժեքները ուրեմն արժևորելու տեսակետի վրա։ Եվ այսպես շարունակենք, հիմա ինչ եմ ասելի, կսետևյալն է չերկարացնեմ, ուրեմն, որպեսզի խուսափենք այսօրվա ազգային ժողովի կառուցվածքից եւ կոնֆրոնտացիայից, ուրեմն չպիտի լինեն ռևանշիստներ։ Եվ մենք իրավունք ունենք դա պահանջելու։ Չեն կարող մեր երկրի խորհրդարանում լինել մարդիկ, չեն հնարավոր չի լինեն մարդիկ, որոնք կռիվ են տալիս Հայաստանի պետության դեմ Ռուսաստանի շահերի համար։ Չի կարող Հայաստանում չպիտի լինի որևէ ուժ, անհատ գործարար, որը Ռուսաստանի շահերը գերատասում է Հայաստանի շահերից։ Վերջացավ։ Եվ դուք այսպես վարվեք, տեսեք ռուսները մի տարի, երկու տարի դու ինչքան ձեզ կհարգեն։ Հիմա համարում են։ Հիմա իրենք բրոքսիներին ուղարկում են Հայաստան, հեղաշրջումներ անելու, եթե չէ անպայման մեր կյանքը խաթարելու համար, դա նկատի ունեցեք, որովհետև այդ օլիգարխները այլևս Կրեմլի պետք չեն։ Նրանց ունեցվածքը Ռուսաստանը պետք է կոնֆիսկացնի, որովհետեւ Ուկրաինայում պատերազմը շարունակի, իսկ իրենց ուղարկի Հայաստան, որ մեր կյանքը հարամ են, ինչպես որ հարամում են, եկել են եւ ուրեմն հարամում են, հետ սարքեն հայաստանյան կյանքը, կամ էլ վերցնեն ուղարկեն ուրեմն Բաքու, որովհետեւ գիշեր-ցերեկ մենք մեր չկարողանանք որևէ մեկի հետ հարաբերություն կանգնավորել, դե միշտ բառաճող է լինել։ ԿԳԲ-ի գործակալին ուղարկում են Մոսկվայից Բաքու, ստերից ասում են Նիկոլ գնա բեր։ Հնարավոր է համարում։ Հասկանում եք ինչ է կատարվում, չէ՞։ Որոշ ենք հասկանում, հետեւաբար մենք այդ սխալներն անելու իրավունք չունենք։ Նաեւ մենք վերականգնան առաջին հերթին, թվում է թե ես պետք է ասեմ ռազմական եւ այլն տնտեսական վերականգնման կարիք ունենք։ Այո, կարիք ունենք եւ շատ արագ հզորանալու կարիք ունենք, որը մեկին այստեղ դեմագոգին անգամ նույնիսկ չի կարելի ուրան սխալ հանել հնարավոր չի, բայց քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը դες ասում հետևյալ. Եթե դուք մեր լեզուն, մեր մշակույթը չվերականգնեք, ոչ մի հաջողություն չի լինելու։ Շարունակեք այո խոսել, շարունակեք կիսառուսերեն, ժարգոնով, չգիտեմ ինչով, չեք ունենալու նարեկացել։ Եվ հետո մի տարի հետո նորից ինչու մշակույթի այս գործիչները չկան, ինչու ֆիլմեր չեն ստեղծվում։ Ինչու մեր ազգային գիտակցությունը չի փոխվում։ Ինչու մենք չենք հզորանում։ Մեկը կասի, որովհետև տանկեր չունենք, հրթիռներ չունենք, բայց ես ասում եմ առաջինն ու գլխավորը մենք ազգային ինքնագիտակցությամբ չենք մակրվում։ Շարունակեք երկիրը պահել աշխարհագրական հին տեղանուններով, էլ Ալավերդի, էլ Գյումրի եւ այլն։ Վարներ նկատի ունեցեք, Զանզիբարն է գալու ասելու է, գիտեք հայեր չեն ապրել, որովհետև այս քաղաքի անունը Գյումրի է։ Ձերը չի, հայկական չի։ Ինչպես որ ադրբեջանցիներն են ասում։ Եվ այդպես հետո պետք չի զարմանալ, ես ինչ է կատարվում, ուրեմն կատարում այն, ինչ որ պետք է կատարվի, եթե սխալներս թույլ տալիս։ Հիմա այսպես այսքանով երևի սահմանափակվենք, եզրակացությունը մեկն է, ռևանշիզմը չպիտի լինի գողապետությունը պարագլուխներով, նույնն է թե Ղարաբաղյան կլանը տոն չպիտի տա Հայաստանի քաղաքական կյանքին։ Դուք տեսնում եք ինչպես է գրողում տարբեր տեղերից։ Նույն խորհրդարանն է լինելու, ուրեմն սա պիտի բացառել, շատ բարձ է, ովքեր անկախության Հայաստանի դեմ են, խորհրդարանում չեն կարող լինել։ Եվ օրենքը պետք է աշխատի, իսկ մնացածը ազգային ժողով առաջիկայ ոչ միայն պիտի լինի բազմակուսակցական, այլ միատիպ բազմակուսակցական չպիտի լինի, պիտի լինի բովանդակային ձևով եւ բովանդակությամբ բազմակուսակցական։ Այստեղ մտածել է պետք եւ ինչ է պետք։ Պետք չէ ուրեմն սուտ ֆավորիտներ ստեղծել, սուտ։ Մենք կեղծիքից, ստից, բորոտախությունից քաղաքականության մեջ ենք հեռանանք։ Ասեմ ձեզ, իմ դավանանք ասեմ։ Իմ փորձը ցույց է տալիս եւ չեք կարծում չեք կասկածի, որ 10 հարյուր գրքեր են կարդացել տարբեր երկրների փորձով։ Եթե կլինեք անկեղծ քաղաքականության մեջ, ձեր ժողովրդի հետ ունենաք մեծ հաջողություններ։ Դրա համար առաջարկում եմ մի քաղաքական գործիք կենսագրություն ուսումնասիրեք, եթե ի վիճակի եք։ Հարավային Կորեան, որ այսօր կա, դուք գիտեք, յուրաքանչյուր երևի
մեզնից յուրաքանչյուր երևի 5 մարդու 4-ը կորեական մեքենա է վարում, ովքեր մեքենա են վարում։ Այդ բոլորը հիմնականում ուրեմն այդ երկիրը վերափոխող նախատահը Կիմ Դե Ջուն, որը վերափոխեց ուրեմն, այսպես ասեմ, հարավային կորեան չեվորների, այն բանտիկական, ֆինանսատնտեսական առնոտ օլիգարխիայից ստեղծեց այն Կորեան, որը այսօր կա։ Նրա սկզբունքներից մեկն է, ասեցի ձեզ, ազնիվ եղեք ձեր ժողովրդի հետ եւ հերիք է տապակ դերդներ, թե կներեք բարի համար քաղաքականությունը բորնկություն է։ Քաղաքականությունը սեփական ժողովրդի հետ ազնվակույն գործ է եւ ես առաջարկում եմ դադարել այդ մնացած տխմարություններ եւ խորանալ գիտության ու կրթության մեջ քաղաքական գիտության եւ մեր հաջողությունը տա գտնի։ Եվ երկրորդը, ով կարող է նա Ադենաուրի եւ Էրհարդի կենսագրություններն ուսումնասիրեք, ինչպես ֆաշիզմի հանցագործությունների մեջ փաթաթված ոչիներ կատարած ուրեմն գերմանացի ժողովուրդ ինչպես վերականգնվեց եւ ինչպեսի Գերմանիան ստեղծեց։ Այդ Գերմանիան ստեղծվել է, կրկնեմ Էրհարդին, ուրեմն քրիստոնեության, գերմանական ընկալման, մշակութային արմատների եւ ազատության սկզբունքի կիրառման վրա։ Ստեսություն ձեզ, բարի գիշեր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։